Իրինա Բալդացյան, մասնակցությամբ քաղաքագետ, ամերիկյան համալսարանի շրջանավարտ, շուտով նաև մի քանի ամսից Վաշինգտոնի ամերիկյան համալսարանի ուսանող, խոսեցիք կրթության կարևորության մասին, ես նույնպես համաձայն եմ ձեզ հետ եւ շատ կարևորում եմ, որ երիտասարդները անկախ նրանից ինչ հնարավորություններ ունենան գալիք տարիներին պոտենցիալը կոնսոլիդացնեն մեր երկրում Հայաստանի զարգացման համար։ Հարցս վերաբերվում է արտաքին քաղաքականությանը Հայաստանի, մասնավորապես ճգնաժամին, ռեպուտացիոն ճգնաժամին, որը որ այս պահին մեր երկիրը ունի, ինչպես եք պատկերացնում այդ ռեպուտացիոն ճգնաժամի հաղթահարումը եւ նաեւ մասնավորապես Արցախահայություն, Հայաստան եւ Սփյուռք եռամիասնության վերականգնումը եւ ինչ քայլերով եք պատկերացնում այդ ռեպուտացիոն ճգնաժամը հաղթահարելը։ Շնորհակալություն։ Որ օրը ինձ փոխեցինք Փաշինյանով, նույն օրը ռեպուտացիոն ճգնաժամը հաղթահարվելու է, որովհետև բոլոր տարիներին ամեն ինչ արվել է, որ մեր երկիրը լինի խայտառակված, ժողովուրդը նվաստացած, ինչին հասել ենք այսօր։ Դրա համար մեր փոփոխությունից հետո առաջի հերթին մեր առաջի քայլերը ուղղված են լինելու մեր պետության, մեր երկրի, ձեր ասած ռեպուտացիայի վերականգնելը։ Խաբկանքներով հարաբերություն ստեղծելու պահելը անհնար է։ Միայն վստահելիություն բոլորի կողմից։ Դա բերի ռեպուտացիո փոփոխություն։ Ես չգիտեմ, դուք հետևել եք նույնիսկ իմ բանտի հայտարարություններին, ես դա միշտ գլխավորել եմ։ Մենք պետք է Հայաստանը դարձնենք բոլոր 10 միլիոն հայերի տունը։ Բացարձակ նշանակություն չունի այդ հայը ապրում է Մոզամբիկում, Ամերիկայում, Ռուսաստանում, բոլոր հայերը պետք է զգան, որ իրենք տուն ունեն։ Այդ դեպքում հայ մարդը ուժեղ կլինի թե Սփյուռքում, թե Հայաստանում, թե Արցախը հայերը իրենց լավ կզգան Հայաստանում, որովհետև այսօր դուք բոլորը տեսնում եք, բացարձակապես քանդված է այդ հարաբերությունը։ Սփյուռքը Հայաստանի կյանքում գոյություն չունի։ Սփյուռքը Հայաստանում ներկայացվում է որպես թշնամական ուժ։ Այս սրանով ենք մենք կորցնում։ Սա էլ նույնպես դրսի ուժերի ազդեցության հետևանք է, որովհետև միայն այդ ձևով կարողացան հաղթանակ տանել Արցախում, որովհետև Սփյուռքը կաշկանդված էր իր օգնություններում, թողեցին Արցախը միայնակ այդ ուժերի դեմ եւ մենք կրեցինք պարտություն։ Միայն միասնության մեջ է ուժը։ Շնորհակալություն։